Վրաստանն այսօր նշում է անկախության օրը։ 108 տարի առաջ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի ժողովրդավարական կառավարությունը հռչակեց երկրի անկախությունը ռուսական կայսրությունից։ Առաջին ժողովրդավարական հանրապետությունը երկար չկոյադևեց, ընդամենը 2,5 տարի, որից հետո երկիրը խորհրդայնացվեց։ Վրաստանը կարողացավ վերականգնել իր ազատությունը միայն 1991 թվականին և այս տարի արդեն 35-րդ անգամ նշում է անկախության վերականգնման տարեդարձը։ Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում երկրի ողջ տարածքին համընթաց տոնական դրամատուրգություն էր տիրում նաև Սամցխեջավախքում։ Այսօր Վրաստանի ամենամեծ ու գեղատեսիլ լճի Փարվանայի ափին տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երթման տպավորիչ ու հանդիսավոր արարողությունը։ Դիպլոմատიური կորպուսի ստանոմատգերնից, յուրքասոտ հանամեմամուլենով, հիոտալ չեն իստորիս ումթավրես, էրոնու դրեսաստավուչ, Սակարթոլոս դամովկի դևլովիցկեր։ Დღეს არის 26 მაისი. 26 მაისი არის საქართველოსთვის ერთ-ერთი უმნიშვნელოვანესი დღე. 1918 წლის 26 მაისს Այսօր մայիսի 26-ն է, Վրաստանի անկախության օրը։ 1918 թվականին մայիսի 26-ին Վրաստանի պետությունը անջատվեց ռուսական կայսրությունից և իրեն հռչակեց անկախ պետություն։ Այսօրվա առիթով ամբողջ Վրաստանում անցկացվում են տարբեր կարևոր միջոցառումներ, կազմակերպվում են զինվորական հանդիսավոր արարողություններ երկրի տարբեր վայրերում։ Ինչպես գիտենք, զինվորական երթման արարողություններն անցկացվում նաև Սամթավրոյի մայրավանքում, Փոգայի վանքի տարածքում, ինչպես նաև Բոդբեի վանքում։ Հատկապես ցանկանում եմ շնորհավորել այս տոնը մեր ժողովրդին, մեր զինվորներին, զինծառայողներին, մեր կառավարությանը, եկեղեցուն և յուրաքանչյուր մարդու, ով ապրում է Վրաստանի տարածքում։ Թող խաղաղությունը, միասնությունն ու ազատությունը միշտ ուղեկցեն մեր երկրին։ Կոնցերտები, შეხვედრები და მოკლედ აი დღევანდელი დღე ითვლება ძალიან სასიხარულოდ და ბედნიერ დღედ თითოეული ჩვენთაგანისთვის და თქვენს გილოცავთ. Հատկանշական է, որ զինվորական երթման արարողությունները միաժամանակ անցկացվեց Վրաստանի 12 շրջաններում։ Տոնական միջոցառման ընթացքում ուղիղ եթերով շնորհավորանքի խոսքով նորակոչիկներին և ներկաներին դիմեցին երկրի նախագահը, վարչապետը և նորընտիր կաթողիկոսը, կարևորելով հայրենիքի պաշտպանությունը, միասնականությունն ու երիտասարդների պատասխանատու առաքելությունը։ Փարվանա լճի ափին անցկացված հանդիսավոր արարողությունը առանձնացավ հայրենասիրական բարձր տրամադրությամբ, զինվորական պատվո շքերթով և ներկաների հուզիչ զգացողություններով, դառնալով անկախության օրվան նվիրված հիշարժան միջոցառումներից մեկը։